խոսում էինք հենց ինքներս, որովհետև եթե կհիշեք, կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված, որ տարածաշրջանային լեզուների ուսուցում խրախուսենք մեր դպրոցներում 21 թվականին կառավարության ծրագիրը ընդունվեց, այդ կետը գրված էր, մենք դրանից հետո աշխատանք տարանք, մեծ հետազոտություն իրականացրեցինք դպրոցների շրջանում, 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել, ընդ որում նրանց մեծ մասը ընտրել էր թուրքերենը։ Այստեղ մենք ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև բնական է ցանկություն կարող են ունենալ, բայց մասնագետներ պիտի ունենան, որպեսզի ուսուցում իրականացնեն եւ դրա պատճառով շուրջ 3 տասնյակ դպրոցներ է, որ կարողացան տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաեւ դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա եւ դեսպանատունն էլ աջակցում է թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ եւ ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որովհետեւ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաեւ միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը ու ես կարծում եմ, որ շատ կարեւոր է այդ գիտելիքը տարածել, որպեսզի մենք խոսելիս նաեւ հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Այդ դեպքում ինչու է այդպես ըստ ցանկության, այլ ոչ թե պարտադիր կրթական Որովհետև էլի եմ ասում, մենք այս պահին ունենք մասնագետների խնդիր։ Օրինակ, բոլորովին վերջերս Երևանում այցի էր եկել Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը։ Հարցերից մեկը, որ մենք քննարկել ենք, մեզ մոտ վրացերենի մասնագետների պատրաստման խնդիրն է, որպեսզի կարողանանք ոչ թե 3 դպրոցում ունենալ վրացերենի ուսուցանում, այլ ավելի շատ դպրոցներում։ Օրինակ, պատկերացրեք Վրաստանի սահմանակից բնակավայրերի դպրոցներում, եթե գոնե տարրական վրացերենի գիտելիք ունենան, ինչքան ավելի հեշտ կհաղորդակցվեն ու ինչքան դա կկարողանա ավելի նպաստել թե տնտեսական կապերի, թե մշակութային կապերի զարգացմանը։ Ես կարծում եմ, որ նման ծրագրերը մենք պետք է աստիճանական խրախուսենք, ու եթե դուք նայեք, մենք ոչ միայն դպրոցներում ենք սա խրախուսում, այլև բուհական ծրագրերում։ Այսինքն սկզբում պետք է ուսանող ունենանք, որը հետո կգնա եւ ուսուցիչ կաշխատի։ Թուրքերենի եւ ադրբեջանի պարագայում այո։ Իսկ տիկին նախարար, իսկ ինչու ասում եք 21 թվից կա, բայց համապատասխան աշխատանք չի տարվել, արշավ չի արվել բավարար չափով, կներեք, որ մարդը հիմա որ լսում է, որ ադրբեջանն է սովորում, այ դա հասկանա, որ ինքը լրացուցիչ լեզու է, սովորելու հնարավորություն է ունենում, այլ ոչ թե այ եկան թուրքերը մեզ գրավեցին։ Գիտեք, ես ցավում եմ, որ սա էլի այդ կոնտեքստում է ներկայացվում, ընդունում եմ ձեր ասածը, ես ընդհանրապես ինչ որ մեզ ասվում է հանրային հաղորդակցության իմաստով, լռելիային ընդունում եմ, որովհետև հանրային հաղորդակցությունը անընդհատ բարելավելու կարիք ունենք եւ անընդհատ մեր քաղաքացիների հետ երկխոսության մեջ լինելու կարիք ունենք, որպեսզի բոլոր ծրագրերը, դրանց նպատակադրումները եւ այդ կոնտեքստները ճիշտ ներկայացվեն, բայց թույլ տվեք ասել, դուք էլ ձեր դերը ունեք այդտեղ, որովհետեւ լրագրողներն էլ պետք է կողմնորոշեն, ոչ թե ապակողմնորոշեն։ Միշտ չի, որ լրագրողներն էլ օգնում են մեզ, հաճախ հապատեղեկատվությունն էլ տարածվում է տարբեր լրատվամիջոցների կողմից եւ ես հույս ունեմ, որ նաեւ այսօր մեր խոսակցությունը առիթ կտա, որպեսզի ճիշտ տեղեկատվություն տարածվի։ Մանկավարժական համալսարանում ռեկտորի հետ տեղի ունեցած դեպքից հետո